2025 թվականը Fast բանկի համար ռազմավարական և արժեքներով արտացոլվող գործունեության տարի էր։ Տարվա ընթացքում բանկն իրականացրեց և հովանավորեց բազմազան նախաձեռնություններ, ավելի քան 600 միլիոն դրամի, որոնք ներառում էին մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, երիտասարդական և համայնքային զարգացման կարևոր ծրագրեր։ Fast բանկի աջակցությունը տարածվեց ինչպես արվեստին և մշակույթին, Արթուր Գրիգորյան սիմֆոնիկ մեղեդիներ համերգից մինչև Հուսո Արագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնի նախընտրական ու եզրափակիչ փուլերը, բարեգործական համերգներ, այնպես էլ ժամանակակից արվեստին, երիտասարդական ստեղծարարական նախագծերին։ Նշանակալի էր Fast բանկի ներդրումը Մատենադարանին։ Ազգային մշակութային ժառանգության պահպանման ուղղված իր հանձնառության շրջանակում բանկը 50 միլիոն դրամի աջակցություն տրամադրեց Մատենադարանին։ Բանկի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները, աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք, համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին։ Կրթական ու գիտական ոլորտում նույնպես առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերվեց։ Աջակցության արժանացան գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում ամառային դպրոցը, փոխակերպվող տնտեսություն միջազգային գիտաժողովը, Երևան Դիալոգ 2025 միջազգային համաժողովը, ինչպես նաև ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս նախաձեռնությունները նպաստեցին երիտասարդական ներուժի ու գիտելիքի զարգացմանը և միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը։ Fast բանկի հովանավորությամբ մայրաքաղաքի սրտում Ազատության հրապարակում անցկացվեց միջազգային մակարդակի սպորտային միջոցառում Les Mills Experience Երևանը։ Բացօթյա մարզումներն ուղեկցվեցին բարձր էներգիայով երաժշտությամբ, առողջ կենսակերպը խրախուսող ակտիվություններով, վերածելով օրը իսկական ֆիթնես տոնի։ Առողջապահական և մասնագիտական համայնքին վերաբերող ծրագրերից առանձնացավ Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի հովանավորությունը։ Ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների բժշկական ատլասի հրատարակության համար, կարևորելով առողջապահական գիտելիքների հասանելիությունն ու զարգացումն աջակցող նախաձեռնությունները։ Տարվա ընթացքում շեշտադրվեց նաև մշակութային ժառանգության պահպանումն ու ստեղծագործական ենթակառուցվածքների բարելավումը։ Բանկի աջակցությամբ շարունակվեց վերանորոգվել մշակութային վայրերի, հատկապես թատրոնների ենթակառուցվածքները, ապահովելով ստեղծագործական միջավայրի բարելավում և նոր սերնդի արվեստագետների համար հարմար պայմաններ։ Սոցիալական պատասխանատվությունը մշտապես արժեք կարևորելով Fast բանկը շարունակեց Մաքուր հայրենիք նախաձեռնությունը, որն արդեն 3-րդ տարին է համախմբում է հայտնիներին և հասարակությանը մաքուր հայրենիքի գաղափարի շուրջ։ Բանկը շարունակեց ուշադրության կենտրոնում պահել նաև հասարակական և համայնքային ծրագրերը։ Հիշարժան էր տարեվերջին, դեկտեմբերի 31-ի գիշերը Հանրապետության հրապարակում անցկացված յուրահատուկ դրոն շոուն, որը Fast բանկի աջակցությամբ վերածվեց ֆանտաստիկ տեսարանային ներկայացման, միավորելով հազարավոր քաղաքացիների և ստեղծելով նոր տարվա խորհրդանշական ու հիշվող սկիզբ։ Fast բանկի 2025 թվականը դարձավ գործունեության բազմաշերտ, ընդգրկուն և մարդկանց իրական կարիքներին արձագանքող տարի, նպաստելով Հայաստանի մշակութային, կրթական և սոցիալական միջավայրի կայուն զարգացմանը։